Մենք ապրել ենք եկեղեցու շվաքի ներքո եւ այսօր ոչնչացվել են պետության հիմնական սյուները, ես չեմ ասում, որ աղճատվել են, ես ասում եմ, որ ոչնչացվել է, մենք այսօր չունենք հայոց բանակ, մենք այսօր չունենք կրթություն, մենք այն ամենը, ինչ պետության հիմքն ու հիմնասյուներն են, երիցս ավերվել է, այսօր դպրոցներում վերացվել է հայրենասիրական դաստիարակությունը, դպրոցներում բացառվել է ընդհանրապես խոսել, ուսուցանել հայոց պատմություն, ինչ որ պետություն կոչվում է արդեն պետություն, թե ինչ պետություն, նիկոլիզմի պետություն, թուրքա պետություն, ալիևյան պետություն, թե ինչ մենք դա չենք կարող ասել։ Համենայն դեպս չեմ ուզում երկարացնել, նորից ու նորից կրկնում եմ, այս ամենի մեղավորը մենք բոլորս ենք, մեծից մինչև փոքր, որովհետև չենք պայքարում մեր հայրենիքի համար։ Ոնց եք պատկերացնում այդ պայքարը, ինչ պիտի այնպես ինչպես են պայքարում, ինչպես են փողոց դուրս գալիս, ինչպես են հայրենիքի համար պայքարում, այսօր մենք հայրենիք չունենք, հայրենիքը մասնատված կամած ամբողջը Թուրքին է հանձնվում, ցեղասպանությունը համարում են արդեն, որ պետք է մոռանալ այդ մասին, ես նույնիսկ լսեցի վերջերս 2 ամիս առաջ, որ Եռաբլուրը պետք է վերացվի, նույնիսկ այդ մասին է, ինքը բացահայտ խոսում, չափազանցված չեմ ասում, նման բան կա եւ ես ինքս գիտեմ եւ բոլորը գիտեն, ինքը այդ մասին խոսեց եւ ասեց, որ Եռաբլուրն էլ այլևս անհրաժեշտություն չի, պետք է հուղարկավորել, որտեղ որ պետք է։ Մի խոսքով այդ բոլորը ճիշտ է, այդ բոլորը իրականություն է եւ մեր աչքի առաջ է կատարվում եւ մենք լուր համաձայն ենք այդ ամենի հետ։ Մեր երկրի ամբողջը, երկիրը լուծարված է։ Ինչպես? Ականատես եղել եք, ինչպես են քահանաներին տարել, թե ոչ։ Ոչ, ականատես չեմ եղել, բայց ինչ պարտադիր ականատես լինեմ, հիմա կտեսնենք էլի քահանաներին տարել։ Դուք որպես հավատացյալ մի քիչ մեղավոր նաև մենք ձեր բոլոր լրատվականներն են, որովհետև 18 թվականի հեղափոխությունը նաև ձեր ձեռամբ եղավ, այսինքն լրատվականների քարոզը։ Մարդիկ դուրս չէին եկել փողոց, Չէ, դուք դա ամեն ինչ արեցիք։ Ծափ էիք տալի։ Լրագրողները երբեք ծափ չեն տվել, լրագրողները մենակ իրանց գործն են արել, հերիքա լրագրողներին թիրախավորել եւ բան, մենք մեր գործն ենք արել։ Օբշի Ծափ տվել են մարդիկ։ Լրագրողները նկարել են ծափ տալ։